Վերջին տարիներին սուբվենցիոն ծրագրերով Քաջարյան համայնքում կառուցվել վերակառուցվել են փողոցներ, մանկապարտեզներ, համայնքային նշանակության այլ ենթակառուցվածքներ։ Օրինակ, Քաջարյանի այս մանկապարտեզի կառուցումը սկսվել է 2 տարի առաջ։ Նախատեսել ենք մինչև մայիսի վերջ ավարտենք։ Հիմա ներքին հարդարման աշխատանքները իրականացվում։ Ինչքան ա եղել արժեքը, պայմանը 543 միլիոն։ Նախատեսվում է, որ նոր ուսումնական տարում շուրջ 120 երեխա հնարավորություն կունենա այցելել այս մանկապարտեզ։ Հիմնովին են կառուցել, մնացել է ներքին հարդարման աշխատանքները կատարենք ներսում, պատերի ներքում վինիլային աշխատանքներ, դռներ, պատուհաններ արդեն դրված են, շատ քիչ աշխատանքներ են մնացել։ Այս աշխատանքային այցի ընթացքում դիտարկեցինք քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը, որի շին աշխատանքները մեկնարկել են նախորդ տարվա ընթացքում եւ այս պահին փողոցը գրեթե պատրաստ է, հիմա էլ շահագործման է հանձնված, մայթերի հետ կապված որոշակի աշխատանքներ կան։ Ծրագիրը իրականացվում է պետություն համայնք համաֆինանսավորմամբ, այնպես ինչպես այս մանկապարտեզի կառուցումը։ Ըստ նախարարի բնակավայրում կան մանկապարտեզներ, սակայն նորի կարիքը կար։ Քաղաքականությունը նախակրթական ուսումնական process-ը հասանելի դարձնել հանրապետության բոլոր համայնքներում, բոլոր երեխաների համար իրականացվում է նաև Քաջարյանում եւ այդ տրամաբանության մեջ մենք 500 մանկապարտեզների տեղաբաշխումը ըստ մարզերի եւ ըստ համայնքների փորձել ենք հավասարաչափ կազմակերպել։ Ուրախ եմ, որ այս մանկապարտեզի կառուցումը եւ մյուս մանկապարտեզի հիմնանորոգումը իրականում ենք թեթևացնեն հերթերը։ Լեռնաձոր բնակավայրում էլ մանկապարտեզ է վերանորոգվում Սյունիքի մարզպետի աշխատակազմի պատվիրակությամբ։ Աշխատանքները նախատեսում են ավարտել մինչև հունիս։ Արժեքը 59.6 միլիոն դրամ է։ Երբ սկսվեց վերանորոգման աշխատանքները, մեր գյուղական վարչական ղեկավարը տվեց իր տարածքը գյուղապետարան նախկին, այսպես ասեմ, հիմա այս պահին գտնվում ենք գյուղապետարանի շենքում, մի քիչ անհարմարություններ կա, բայց փառք Աստծո գեղեցիկ տեղավորվել են, կատարում ենք մեր գործընթացը, աշխատանքային գործընթացը, բնականon հնով գնում է, մանկարժական աշխատանքները նորմալ իրականանում են, ուղղակի մի փոքր տեղները նեղ է։ Մանկապարտեզի տնօրենը նշում է, դեկտեմբերից են հեռացել մանկապարտեզից։ Վերանորոգումը խիստ անհրաժեշտ էր։ Իր խոսքով վերջին անգամ հիմնովին 2007 թվականին էր վերանորոգվել։ Մանկապարտեզ 25 երեխա է այցելում։ Կարծում է թիվը կավելանա, երբ նոր շենք վերադառնան։ 2 երեխա հերթում է։ Սյունիքի մարզպետը նշում է, համայնքներին առաջարկել են ներկայացնել այն վայրերը, որտեղ հնարավոր է մանկապարտեզ կառուցել։ Մանկապարտեզների դեպքում հիմնականում 80% մանկապարտեզների կառուցման ֆինանսավորում է սուբվենցիոն ծրագրով կառավարությունը։ Բացի դրանից, բոլոր գործող մանկապարտեզները, որոնք որ կան, իրենք պետք է բերվեն ստանդարտների։ Բազմաթիվ դեպքեր ունենք, երբ որ այդտեղ գույքն ենք ամբողջությամբ փոխել, կամ այսպիսի իրավիճակներ ունենք, երբ որ վերանորոգում ենք անում գույքը ներառյալ, այսինքն որտեղ գործող մանկապարտեզներ կան, պետք է բերել ստանդարտներին համապատասխանեցնել, այս անհրաժեշտության դեպքում պետք է կառուցվի նոր, ինչպես որ դուք տեսաք Քաջարյանը։ Մանկապարտեզի մոտ գտնվում է Լեռնաձորի հիմնական դպրոցը։ Ուսումնական հաստատության ներկայացուցիչները բարձրաձայնեցին իրենց մտահոգությունները։ Ճիշտ ասած, այս վերջերը մենք տեղեկացել ենք, որ մեր դպրոցը վերամիավորվող դպրոցների ցանկի մեջ է։ Անընդհատ նման լուրեր են։ Համացանցից։ Այո։ Համացանցում գրված է, Ձաքեձորի դպրոցը միանում է Լեռնաձորի դպրոցը Ձաքեձորի դպրոցի հետ։ 80 աշակերտ, 70-ը տնօրեն։ 70 տեղա 55 տեղա։ Այդ ոնց է դառնում ես դպրոց պետք է ես կներեք։ Համացանցում կա տենց բան գրված։ Նախ այդ հարցով մեր նախարարությունը չի զբաղվում մեկ եւ երկրորդ այդպիսի ցանկ գոյություն չունի։ Եթե երբևէ այդպիսի ցանկ գոյություն ունենա, ԿԳՄՍ-ի գործընկերները, մարզպետի աշխատակազմի գործընկերները կգան կասեն այսպիսի ցանկ գոյություն ունի, եկեք քննարկենք։ Համացանցում ինչ են գրում, ինչ չեն գրում, չեմ կարող ասեմ, ով է գրել։ Դպրոցի տնօրենը նշեց, պաշտոնական գրություն չեն ստացել։ Պարզապես ես ասեցի, որ ծնողները անընդհատ կայքերից անհանգստանում են, ինձ հարցնում են, Քաջարյանում տարածում են անընդհատ։ Խոսելով դպրոցի կարիքների մասին, անձնակազմի ներկայացուցիչները նշեցին. Դպրոցն էլ ունի շատ ու շատ խնդիրներ, կխնդրեինք, որ դպրոցն էլ այդ ծրագրերի մեջ ներառվեր, դուրս չմնար։ Օրինակ, մենք ունենք շատ սպորտային երեխաներ, սովորողներ, մասնակցում են տարբեր սպորտային միջոցառումներ, բայց չունենք բարեկարգ։ 300-ը ավարտենք դպրոցների կառուցումը, հաջորդ ցանկի համար կդիտենք։ Լիանա Խաչատուրյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։